Այն, որ Երևանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական և եվրոպական միությունների միջև, Մոսկվայից պնդեցին առաջին իսկ պահից, երբ Հայաստանի իշխանությունները որոշում էին մինչև իսկ օրենքի ուժով ազդարարել դեպի արևմուտք շարժվելու մեկնարկը։ Հիմա դարձյալ Կրեմլից զգուշացնում են, երկու աթոռին նստել չի լինի, ինտեգրացիոն միություններից մեկն ընտրելուց խուսափել հնարավոր չէ։ Պուտինն է հայտարարել կսատարեն այն, ինչը հայ ժողովրդի համար շահավետ է, նաև հիշեցրել, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը մոտավորապես 29 միլիարդ դոլար է, որից 7 միլիարդը բաժին է հասնում Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությանը, ինչն ըստ Կրեմլի ղեկավարի մեջբերում լուրջ մեծություն է և երկիրը նշանակալի առավելություններ է ստանում ԵԱՏՄ-ում։ На мой взгляд, было бы правильным. Իմ կարծիքով ճիշտ կլիներ թե Հայաստանի բնակչության, քաղաքացիների նկատմամբ, թե մեր որպես տնտեսական գլխավոր գործընկերոջ նկատմամբ հնարավորինս շուտ կողմնորոշվել, օրինակ հանրաքվե անցկացնել։ Դա մեր գործը չէ, բայց սկզբունքորեն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել եւ հարցնել Հայաստանի քաղաքացիներին, ինչպիսին կլինի նրանց ընտրությունը։ Մենք էլ դրան համապատասխան եզրակացություններ կանեինք եւ կգնայինք փափուկ, ինտելիգենտ եւ փոխշահավետ ապահարզանի ճանապարհով։ Ռուսաստան ասում է դուք ԵԱՏՄ-ին մնում եք, այնքանով որքանով որ ձեզ հարմար է, միջև նախապատրաստական աշխատանքներ անեք ու գնաք դեպի Եվրոմիություն, այսինքն դուք մեր հաշվին աստորեն ձեր համար փափուկ հարց եք ստեղծում, որ խնդիրներ չեն, բայց դուք գնալու եք։ Դե եթե գնալու եք, բերեք հիմա գնացեք, բերեք հանրաքվե արեք, որպեսզի ժողովուրդը որոշի, եթե ԵԱՏՄ եթե գնում, թե Եվրոմիություն է գնում։ Հայաստանի իշխանությունները շտապում են հակադարձել, երբ պահը գա, ընտրությունը կանեն։ Մենք միշտ ասել ենք, որ երբ պահը գա, երբ հասկանանք, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջև, մենք պետք է կատարենք այդ ընտրությունը։ Այս հարցում նոր բան չկա։ Ներկայումս մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք, շարունակում ենք մեր գործունեությունը այնտեղ։ Երբ ժամանակը գա, մենք կանենք դա։ Շատ հավանական է, որ այդ ժամկետը թույլ չտան ԵԱՏՄ երկրները իրենց հաշվին ժամկետ ձգելու եւ կարող են շատ հանգիստ մոտակա մի քանի օր հետո փաստացի մայիսի 26-27-ին, երբ որ ԵԱՏՄ նիստ տեղի ունենա, որին վարչապետը չի մասնակցելու եւ մասնակցելու է փոխվարչապետը, այնտեղ կարող են որոշակի որոշումներ ընդունել Հայաստանի անդամակցության հետ կապված։ Կարող են սառեցնել։ Ոնց որ Հայաստանը սառեցնում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, նրանք կարող են որոշել, որ սառեցնում են Հայաստանի անդամակցությունը, ասենք հունիսի 1-ից սառեցնում են Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, միջև Հայաստանի իշխանությունները որոշեն, որ ուղղությամբ են իրենք ինտեգրվում։ Մինչև Երևանը փորձում է պահպանել հավասարակշռությունը տարբեր բևեռների միջև, ասել է թե բալանսավորել արտաքին քաղաքականությունը վերջնական պատասխանի պահանջը օրակարգից դուրս չի մնում։ Քաղաքական հայտարարություններից անդին առաջիկա ամիսներն ըստ մասնագետների կարող են վճռորոշ դառնալ ոչ միայն Հայաստանի հարաբերությունների, այլև երկրի տնտեսական ու անվտանգային հաշվարկների համար, իսկ որքանով է Հայաստանը պատրաստ հնարավոր շրջադարձերին, փորձագետների խոսքով այս հարցի պատասխանը դեռ օդում է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։